Հարցս ուղղում եմ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Տիկին Ժաննա Անդրեասյանին։ Տիկին նախարար, օրերս ավարտվեց ուսուցիչների ատեստավորման երկրորդ փուլը եւ ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես եղան դժգոհողներ կամ գոհունակություն արտահայտողներ, եղան ուսուցիչներ, ովքեր ցավոք հաջողություն չգրանցեցին, բայց ունենք նաեւ այնպիսի ուսուցիչներ, ովքեր ողջավորված նախորդ տարիների գրանցած արդյունքներից կրկնակի անգամ դիմեցին եւ ավելի լավարկեցին արդյունքները։ Ընդհանուր առմամբ կցանկանայի լսել ձեր մեկնաբանությունը, ինչպես է դիմելիությունը եւ եթե թվային ցուցանիշներով կարողանանք խոսել, կցանկանայի իմանալ թե դիմողների որ տոկոսն է հաղթահարել, որ տոկոսն է արդյունք գնացել, որը ոչ։ Եվ երկրորդ հարցս այս համատեքստում Տիկին նախարար, սա փոխանցում եմ նաեւ ուսուցիչների շրջանի ընդհանուր վերաբերմունքը, տեսեք կան ուսուցիչներ, ովքեր օգտվում են այս արտոնությունից, որը իսկապես կարող ենք արձանագրել, որ արտոնություն է տարբեր ոլորտներում, որ գործում է, եւ ունենք ուսուցիչներ, ովքեր դիմում են, օգտվում են սրանից, եւ ունենք ուսուցիչներ, ովքեր ուղղակի չեն դիմում, եւ ստացվում է, որ դիմողները հնարավոր է չհաղթահարեն անցողիկ շեմը եւ ցավոք կորցնեն աշխատանքը, իսկ մյուս ուսուցիչները օրինակ այդպես էլ համարձակություն չունենան, չդիմեն եւ շարունակեն աշխատել։ Ինչ եք կարծում, հնարավոր է, որ երբևէ դիտարկենք այս ֆորմատով կամավոր ատեստավորումը պարտադիր։ Հարցին կպատասխանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, համեցեք Տիկին նախարար։ Շնորհակալություն Տիկին Ստեփանյան, այո, այս շաբաթ եւ կիրակի օրերը վերջին օրերն էին ուսուցիչների կամավոր ատեստավորման եւ ներկայումս մենք դեռևս գտնվում ենք այս շաբաթ եւ կիրակի օրերին անցկացված կամավոր ատեստավորման արդյունքների բողոքարկման գործընթացում, հետեւաբար այն տվյալները, որ հիմա կհնչեցնեմ, կարող են ճշգրտվել բողոքարկման արդյունքներով, բայց ամեն դեպքում պետք է ասեմ, որ իսկապես այս տարի կամավոր ատեստավորման թե դիմելիությունը, թե մասնակցությունը ցույց են տալիս, որ համակարգը իսկապես դարձել է մեր ուսուցիչների համար վստահելի եւ իրենց վարձատրության ու մասնագիտական զարգացման կարևորագույն օղակ։ Մեզ այս տարի դիմել էին մասնակցության համար 8400-ից ավել ուսուցիչներ ու ես շատ ուրախ եմ, որ նրանցից ավելի քան 7200-ը մասնակցել են կամավոր ատեստավորմանը։ Սա ինչու եմ ասում, որովհետև կամավոր ատեստավորումը մենք անցկացնում ենք շաբաթ եւ կիրակի օրերին, որպեսզի դա հարմար լինի ուսուցիչների նաեւ աշխատանքային ռեժիմին, ինչը նշանակում է, որ շուրջ 1 ամիս տևում է գործընթացը եւ չնայած այն բոլոր հնդածս խոսակցություններին, ամեն հաջորդ շաբաթ եւ կիրակի մեր ուսուցիչները նույն պատրաստակամությամբ տարբեր առարկաներից ներկայացել են ատեստավորման, պետք է հիշեցնեմ, որ երկրորդ տարին է, որ մենք էլեկտրոնային ձևաչափով ենք անցկացնում ատեստավորումը, ինչը նշանակում է, որ իրենք հենց սենյակում, երբ որ ավարտում են թեստը, տեսնում են նաև իրենց արդյունքները եւ երեկոյան արդեն, երբ որ ամբողջական թեստի պատասխանները հասանելի են դառնում, կարող են նաև բողոքարկել եւ այս տարի մենք նաև էլեկտրոնային եղանակով ենք դարձրել բողոքարկման գործընթացը, որպեսզի լրացուցիչ որևէ վարչահարություն եւ բարդություններ չգրանցվեն։ Պետք է ասեմ, որ արդեն այս պահի դրությամբ առանց հաշվի առնելու վերջին բողոքարկումների արդյունքները մասնակցած ուսուցիչների շուրջ 67.2%-ը հաղթահարել է դրական կամավոր ատեստավորումը, ինչը նշանակում է, որ ավելի քան 4800 ուսուցիչներ արդեն այս պահի դրությամբ վարձատրության բարձրացման այս հնարավորությունը օգտագործել են, ընդ որում շատ ուրախ եմ, որ այս ուսուցիչների մեծ մասը առաջին անգամ մասնակցող ուսուցիչներ են եւ հիշելով, որ մեր մոտ արդեն իսկ կամավոր ատեստավորված էր ուսուցիչների շուրջ 20%-ը, սա նշանակում է, որ մենք էապես ընդլայնում ենք կամավոր ատեստավորված ուսուցիչների շրջանակը։ Եվ այդ իմաստով կարծում եմ, որ համակարգը իրոք աշխատում է։ Ինչ վերաբերում է նրան, որ ոմանք չեն մասնակցում, պետք է հիշեցնեմ, որ ուսուցիչների մասնագիտական զարգացման կարիքի գնահատման համակարգ ենք դրել եւ տնօրենը պարտավոր է այն ուսուցիչներին, ովքեր ունեն գիտելիքի խնդիր, առարկայական գիտելիքի խնդիր, նշում անել եւ այս պարագայում պարտադիր է դառնում այս եղանակով ատեստավորումը։ Այսինքն այսօր էլ կամավոր ատեստավորման այս եղանակը պարտադիր է առարկայական գիտելիքի խնդիր ունեցող ուսուցիչների համար։ Եթե արձագանք եք, կշարունակեմ։ Արձագանք։
Շնորհակալ եմ, Տիկին նախարար, ուզում եմ ձեզ հետ կիսվել, նաև մեր հանրության հետ կիսվել եւս մեկ ուրախալի փաստով։ Ես նամակներ եմ ստանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից, ովքեր աշխատում են հանրակրթական դպրոցներում եւ իրենք էլ արդեն մասնակցում են կամավոր ատեստավորմանը եւ բավականին բարձր արդյունքներ են փաստորեն արձանագրում։ Եվ երկրորդ հարցս, եթե ժամանակ մնա, մենք տարբեր քաղաքացիների տարբեր խմբերի հետ ենք հանդիպում եւ վերջերս ես հանդիպել եմ ուսանողների հետ եւ 12-րդ դասարանում սովորող մեր աշակերտների հետ, Տիկին նախարար, նրանք ցանկանում էին իմանալ, հնարավոր է արդյոք 10-ամյա կրթական հաստատությունում վերջի ավագ դպրոցի հատվածում ինչ որ 11-րդ կամ 12-րդ դասարանում ունենան ծրագիր, որտեղ նրանք կարողանան վարորդական իրավունքի համար տեսական գիտելիքներ սովորել, որը կարծում եմ նաև մեր ՆԳՆ բարեփոխումների նախահարթակը կարող է այսպես դառնալ, իսկ այդ արդեն կին պարեկների համար հրաշալի հնարավորություն կստեղծվի։ Ինչպես եք դիտարկում այս հնարավորությունը։ Շատ դրական եմ դիտարկում, որոշ ժամանակ առաջ նաև պարոն Գաբրելյանի մոտ էին այս առաջարկը հնչեցրել մեր սովորողները եւ մենք Տիկին Սարգսյանի հետ խոսել ենք, որտեղ այստեղ կարծում եմ, որ ներքին գործերի նախարարության գործընկերների աջակցությունը մեզ շատ պիտանի կլինի, բայց կարծում եմ, որ դա հրաշալի առաջարկ է եւ ես կողմ եմ, որպեսզի 12-րդ դասարանում վարորդական դասընթացը առնվազն տեսական մասով դառնա հնարավորություն մեր աշակերտների համար եւ իրենք կարողանան նաեւ հանձնել համապատասխան քննությունները, վստահ եմ, որ կարող ենք առնվազն սկսել փորձարկել օրինակ ավագ դպրոցներից հաշվի առնելով նաև կադրային հնարավորությունները, միանշանակ դրական եմ գնահատում, շնորհակալություն դա առաջարկի համար մեր բոլոր սովորողներին, վստահ եմ, որ մոտ ապագայում կքննարկենք ինչպես կարող ենք սկսել իրականացնել եւ ինչու ոչ սեպտեմբերից մեկնարկենք, շնորհակալություն։